Կլոր զատիկ կարմիր հատիկ դաշտի մեջ մոլորվեց Արվի եզրին տեսավ ծաղիկ ծաղկի վրա քնեց Արվի եզրին տեսավ ծաղիկ ծաղկի վրա քնեց Դաշտում դեղին ծաղիկ ծաղկի վրա զատիկ Կլոր կարմիր հատիկ սև ու պոտիկ Դաշտում դեղին ծաղիկ ծաղկի վրա զատիկ Կլոր կարմիր հատիկ սև ու պոտիկ Կլոր զատիկ կարմիր հատիկ դաշտի մեջ մոլորվեց Արվի եզրին տեսավ ծաղիկ ծաղկի վրա Այսօր մի փոքրիկ տարբեր հողերներ թե միջոցառումը թե օրը դպրոցում իրականացնում ենք Այսօր դպրոցը իր գործունեությունը ծավալում է շրջված ձևաչափով հարգելի ծնողներ, դպրոցը ղեկավարում և կառավարում են աշխատողի անդամները Այսօր մենք միայն դիտորդի կարգավիճակում ենք հիանալու այս գեղեցիկ միջոցառմամբ ուղղակի ուզում եմ սրտան շնորհավորել բոլորիս այս գեղեցիկ օրվա կապակցությամբ թող մայրությունը միայն երջանկություն պարգևի եւ շատ խորհրդանշական է որ մեր զատկի տոնը նշվում է այսօր մեր փոքրիկներին հաջողություն մաղթենք արդեն ամենույթ է դարձել դպրոցում ուշադրության կենտրոնում պահել բոլոր եկեղեցական տոները նշելով ուշադրության կենտրոնում պահել քրիստոնեական դաստիարակությունը մեր աշակերտների եւ կարծես թե հենց տարական օղակն է վերցրել վրա այդ ծանր եւ պատասխանատու աշխատանքը հուսամ որ մեր փոքրիկները այսօր իրենց մատուցած գեղեցիկ միջոցառմամբ եւս մեկ անգամ բոլորիս այս հրաշալի օրվա խորհուրդը կներկայացնեն եւ այն որ երկրորդ դասարանի աշակերտը գիտի զատկի խորհուրդը արդեն մեծ հաղթանակի համար Քրիստոս հայրավի մեղլոց օրհնյալ հարություն Քրիստոսի բոլորիս հաջողություն Շուրջ զատիկի սիրալույսի հույսի ջերմության ուրախալի օրը Երբ զմերը հեռանում է, աշխարհը նորից ժպտում է Այսօր մեր գանիճը մի քիչ կախարդական է դարձել Գարունն է եկել, ծաղկուն և ուրախ Բերել է մեզ կյանք ժպիտ ու առողջ Զատիկն է եկել, տարի լուսավոր Թող սրմիշ լինի բոլորի համար Ապրիլի 5-ին հայ առաքելական եկեղեցին տոնեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը Քրիստոս հայրավ իր մեղելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի Հայրեր, որ եկեղեցում ես, սուրբ թող լինի քո անունը, քո թագավորությունը թող գա, քո կամքը թող լինի երկրի վրա ինչպես որ եկեղեցում է Մեր հարվածները ասում ես այսօր, և թող մեր պարտքերը, իշխեցենելի են թողնում մեր պատապաններին, և մի տանիր մեզ փորձության, այդ փրկիր մեզ չարից, որովհետև քո է թագավորությունը,
բոլորի փրկության, այսօր Զատիկ ամեն, Սուրբ Կիրակի օր է, թող լցվեն բարության, թող լցվեն խնդության։ Սուրբ Զատիկը Հիսուս Քրիստոսի հրաշափահարության տոնը հայերի ամենասիրած օրերից մեկն է։ Այն նշվում է մարտի 21-ից ապրիլի 26-ին նկատ ժամանակահատվածում, որովհետև այն շարժական տոն է։ Սուրբ Զատիկը նշվում է գարնանային գիշեր հավասարին հաջորդող լուսնի լրման մոտակա կիրակի օրը։ Զատիկը նաև բնության զարթոնքի գարնան գալության օրն է։ Սուրբ Հարության տոնը կոչվում է Զատիկ, այն նշանակում է զատում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված։ Զատիկ նշանակում է սեր, Զատիկ նշանակում է լույս, Զատիկ նշանակում է հույս, Զատիկ նշանակում է ժպիտ, Զատիկ նշանակում է ներել։ Եկել ես հերվից, որտեղ սերն ուժեղ է, լույսը պայծառ, իսկ բարությունը ամենակարևորն է։ Սուրբ Զատիկի գաղտնիքը շուտով կբացվի, այն ոչ թե սեղանի վրա, այլ սրտի մեջ։ Այսօր մենք պատմելու ենք մի պատմություն, վարտելած դարձավուս ինձ մութը լույս։ Երբ սիրում են, մենք հարություն ենք տալիս բարությանը, երբ օգնում են, լույսը տարածվում է, երբ ներում ենք, երկինքը պայծառ է դառնում, երբ սիրում ենք, բարության սերմեր ենք տարածում։ Բարև ձեզ, սիրելի հրեշտակներ, արևի լույսով լցվեց ձեր օրը, որ մանքի սրտերը բաց լռության մեջ։ Թող շողերս դառնան մի ուղեցույց, որ տանեն դեպի լուռ հավերժություն։ Թող ամեն շողս հիշեցնի ձեզ, թե ինչպես մնան մաքուր ու անկեղծ, առանց ծանրբերել, առանց խաղալ, միմյան լույս ճշմարիտ շնչով։ Հավատը վառում է լույսի մամերը, քամին չի կարող աներբեք հանգցնել, քանի դեռ սիրտը շարունակում է զգալ, լույսը կգտնի միշտ ճիշտ տեղը, արև դու պահիր մտքերը մեր պարզ, մեր քայլերը խաղաղուր, որ ամեն օր սկսվի միայն մաքրությամբ և փորձավորությամբ։ Երբ նայում եմ երկնքին պարզ, արևը կարծես ասում է սպասիր, հույսը միշտ կա թեգու շատ հեռվում ու գալիս է, երբ հավատն է տիրում, արեգակը ջերմի խոսք է ասում, ծնվում է հույսը ամեն ճառագայթից։ Արևը բացեց իր թևերը վար, երկինքը կապույտ ժպիտներ հագավ, ու հույսի թեթև թռչունի նման սրտիս մեջ հանգիստ մի մեծ տեղ գտավ, թող չլինեն պատերազմներ, թող երկնքի լույսը հաղթի, արևի տակ թող մեծանան մանուկները առանց վախ։ Եթե բոլորը սիրենք իրար, աշխարհը կլինի ավելի պայծառ, բարի խոսքերով և մաղթանքներով, հավատքի ու հույսի այսօրվա համար։ Սերը լավ խոսք ասելն է, սերը ծաղիկ է փոքրիկ, սերը ժպիտն է բարի, սերը ձեռքն է կերական, ինչպես նաև մտերմական։ Այն ամենը, ինչ կկամենա, որ մարդիկ ձեզ անեն, այդպես էլ դուք արեք նրանց։ Զատիկ
Դիտոնը նաև կապել են Զատիկ միջատի հետ, որը խորհրդանշում է գարնան բարևեր ազդեցությունը մարդկանց կյանքի վրա։ Զատիկ միջատը գարունն է։ Ինքս կլոր կարմիր շորով, մեջքիս ունեմ սև պուտեր, ունեմ մանիք սիրուն տոտեր, թևիկներն էլ ունեմ բարակ, թրջկոտում եմ թեթև արակ, մանեմ գալիս ծաղկեցար, խմում նեկտար և շատ շավիտ, ամբողջ օրը թևիս տալիս, մեր պարտեզում մանեմ գալիս։ Մեր նախնիները ձու են հավաքել, իսկ կանայք տունն ու տեղը մաքրել։ Մեր նախնիները շատ ձու են հավաքել, որովհետև ձուն օրինակն է աշխարհին։ Դրսի գեղևը երկինք է, թաղանթը, օդը, սպիտակուցը, ջուրը, իսկ տեղնուցը մեր գեղեցիկ երկիրն է։ Մենք պետք է պահպանենք մեր գեղեցիկը։ See
պես նոր մայրիկի մոտ էի խոհանոցում և տեսա, թե ինչքան ձվեր են ներկել, չանփերեցի, գնացի վերցի, որ ձվախաղեր խաղան բակի երեխաների հետ, ճիշտ եմ արել։ Միշտապի թորնիկս չէ, որ այսօր Սուրբ Զատիկն է, Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության օրը։ Մենք պետք է արթնանալու պես շնորհավորենք միմյանց տված, շնորհավորում են նաև նախորդ օրը, երեկոյան ժամը 6-ից հետո։ Իսկ ինչպես պետք է շնորհավորենք։ Պետք է ասել Քրիստոս հարյավ իմ մեռելոց։ Հա, հիշեցի, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Ապրես իմ խելացի տղա։ Հայտի չեք խոսում, տաս ջան, որ ես չգիտեմ։ Հա, լսեցի, Սուրբ Զատիկի մասին է խոսքը։ Տատիչ կլինի պատմես Սուրբ Զատիկի հրաշալի պատմությունը։ Խելոքներս, այժմ տեսնում եմ, որ մեծացել եք և ուզում եք ամեն ինչ իմանալ։ Ճիշտ է, հնարավոր չէ միանգամից բոլորը պատմել, բայց կպատմեմ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության պատմությունը։ Նախ եկեք շնորհավորենք միմյանց դե տղաս ասա։ Քրիստոս հարյավ իմ մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Տես ես քեզանից լավ եմ հիշում մարդանքը։ Ոչ, ես եմ լավ հիշում։ Ոչ, ես։ Մի վիճեք, չգիտեք, այսօր Սուրբ օր է, չի կարելի վիճել։ Դե եկեք ինձ մոտ և լսեք Հիսուս Քրիստոսի հարության պատմությունը։ Սուրբ Զատիկին ձու ներքում են հիմնականում կարմիր, որը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Հիսուսի արյամբ, և մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով հռչակում ենք մեր փրկությունը։ Բարի լույս, սիրելիներս, Քրիստոս հարյավ իմ մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Լավ ես անի։ Աղջիկս մաքրիր տան փոշիները, այսօր արտաքարդ մաքուր պետք է լինեն սենյակները, չէ՞ որ այսօր Սուրբ Զատիկն է։ Այո, ման ջան, ես անպայման կմաքրեմ։ Բա ես ինչով օգնեմ։ Դու էլ դասավոր իրաթողները։ Ինչ հրաշալի օգնականներ ունենք։ Բարև ձեզ, սիրելի ընտանիք, Քրիստոս հարյավ իմ մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Պապիկ, տեղնուցը մեր գեղեցիկ մոլորանն է, չէ՞ որ այն գնդաձև է։ Ապրես, Արտյոմ ջան։ Ես ուզում եմ, որ մեր երկի մոլորակը լավ պահպանեք և ուզում եմ դառնալ բնապահպան։ Ես էլ եմ ուզում բնապահպան դառնալ։ Անի, դու էլ ես ուզում բնապահպան դառնալ։ Այո։ Տեսեք, մենք երեքս կդառնանք բնապահպան։ Տեսեք, սիրելիներս, ինչպես է ներկվել ձվերը։ Այս Զատիկի տոնը մեզ հիշեցնում է, որ երբ հավատում ենք բարությանը, ապա աշխարհը գեղեցկանում է։ Ճիշտ է, ինչու է շատը կարմիր գույնով ներկել։ Այդ հարցին ես կպատասխանեմ։ Ձուն կարմիրը ներկվում այն պատճառով, որ մեր ողջ աշխարհը փրկվեց Քրիստոսի արյամբ։ Բարի լույս, սիրելի ընտանիք, Քրիստոս հարյավ իմ մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Բալիկներիս, դուք գիտեք, որ նախկինում ձուն ներկում էին որդան կարմիր ներկով, որը պատրաստված էր կարմիր որդին։ Այն ներկի բաղադրությունը մինչև հիմա գիտնականները չեն կարողացել գտնել։ Որդան կարմիր ներկով նկարազարդել են Մագաղատյա հնամենի դեպքեր, որոնք պահվում են Մատենադարանում։ Ճիշտ է, Անի։ Այո։ Մեր մեծ ուսուցչապետն այսօր Մաշտոցի աշակերտները օգտագործել են որդան կարմիր ներկը, նկարազարդողներին կոչում են մանրանկարիչներ։ Զատիկի նախորդող կիրակին անվանել են ծառազարդ, իսկ այժմ կոչվում է ծաղկազարդ։ Այն մեծ սպասի նախավերջի կիրակնօրյա տոնն է։ Տոնից իսական արարողությունների մեծ մասը նվիրված է գարնան զարթոքին։ Գարնանը բնությունը սկսվում է ծաղկել, փթթել, և ծաղիկների արատությունը երևալու հետ է կապվում և այն կոչվում է ծաղկազարդ։
շարժում է լավ կտորներով, թելի վրա շարվե շամչահապիկներով մերքերով։ Ծառազարդի կամ ծաղկազարդի խորհուրդը դարձյալ գարունն է, դիմավորելը, որը կարելի է ուղեկցել զանգվածային ծառատնկումներով և նշանավորել մանուկների երջանիկ կյանքով։ Սուրբ Զատիկի օրը ծառազարդի բավաճումներով թոնիր էին վանել, ձվախաղեր խաղացել, երգեր կարել, ուրախացել։ Ծաղկազարդը Քրիստոսի Երուսաղեմ մտնելու օրն է։ Նա բուժեց շատ հիվանդների և իր ոտքերի առջև ձիթենու ուրենու, ոսներ էին թանկարժեք կտորներ, նա բազում հրաշքներ գործեց։ Ծաղկազարդից հետո գալիս է նավակ երկուշաբթին, նավակ երեքշաբթին, նավակ չորեքշաբթին, նավակ հինգշաբթին։ Այդ օրերին եկեղեցում կարդում են Սուրբ Գիրք։ Նավակ հինգշաբթի եկեղեցում պատարակ է մատուցվում։ Իր պատիկ խորհրդավոր ընթրիքին Հիսուս Քրիստոս օրդեց իր աշակերտներին ասելով. Ճշմարիտ եմ ասում, որ ձեզ ինձ մեկը մատնելու է ինձ։ Ավակ հինգշաբթի ոտնլվայի արարողությունն է եկեղեցում, որովհետև Հիսուսը լվաց իր բոլոր աշակերտների ոտքերը։ Նա գիտեր ով է իրեն մատնելու և հացը թաթախելուց հետո տվեց մատնիչին։ Եկավ շաբաթ երեկոն, մի քանի ժամ անց գիշերը երբ մոտեցավ, ուժեղ երկրաշարժ եղավ և Աստծո հեշտակները իջան երկնքից և Հիսուս արություն առավ։
Հենշտակների տեսքը փայլակի կայծակի նման է, հագուստը սպիտակ, ինչպես ձյունը։ Կիրակի առավոտյան Մարիամ Մագդալենացի Մարիամը Սողոմեն եկան Հիսուսի մոտ, անուշահոտ յուղերը ձեռքներին, բայց հանդիպեցին հրեշտակներին։ Ինչու եք եկել, խնդրում եք Հիսուսին, նա հարություն է առել։ Գնացեք և աշակերտներին ասեք, որ նա հարություն է առել, և ձեզանից առաջ գնում է Գալիլեա, որտեղ նրան կտեսնեք։ Այսօր մենք պատմելու ենք մի պատմություն, որտեղ լավ դասավույս ինձ մուտքը լույս։ Քրիստոս հայրավ, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Քրիստոս հայրավ, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Նա ձեզնից առաջ է գնում և կհանդիպեք նրան։ Ինչ ուրախություն, գնանք մեր բարեկամներին հայտնենք սքանչելի լուրը։ Հիշում եք Հիսուսն էլ այդպես ասաց. Մարիամ, միթե հարություն է առել, արա գնանք այս հրաշալի լուրը բոլորիս համար է, Քրիստոս հարություն է առել։ Նա միշտ մեզ հետ կլինի և մեր հոգու մեջ, երբեք մեզ չի լքի, չի թողնի, չի հեռանա։ Նայեք, Հիսուսն է քայլում, ես ճանաչեցի նրա քայլվածքը։ Ողջույն ձեզ, գնացեք և ասացեք իմ եղբայրներին, որ գնաց Գալիլեա, այնտեղ ինձ կտեսնեն։ Եկեք, գնանք այս հրաշալի լուրը հայտնենք բոլորին։ Հրաշափառ հարության պատմությունը։ Այժմ վերցրեք ձվերը և ձեր ընկերների հետ խաղացեք։ Ման կարող եմ թուն կանչել ընկերներիս։ Ես էլ ընկերուհիներիս։ Այո, իհարկե։ Քրիստոս հայրավ իմ մեռելով, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Ես էլ կարող եմ ձեզ հետ ձվախաղեր խաղալ։ Այո։ Եկեք ասենք հանելուկներ։ Մի տուն ունեք դուր չունի, դուրս նարծատ է մեջը ոսկի։ Դա ձուն է։ Այսօր կլոր մարմարքար բաղ կթրջի վերու վար։ Դա էլ է ձուն։ Կարաս ունե մի պուտուր մեջ երկու գույնի ջուր։ Դա էլ է ձուն։ Ձուն խորհրդանշում է մեր աշխարհը, իսկ կարմիր գույնը նաև գարնան զարթոնք։ Նաև մեր փրկչերունը, թող մեր սրտերը միշտ լինեն բարի և լույսալի, Զատիկի օրը և մնացած օրերին։ Բացի ձվից Զատիկի սեղանին է լինում չամիչով փլավ։ Լինում են շատ կանաչեղեն, նաև ձկներ են, խված խունջութով, ծվով բանջար, լինում է շատ և ամենակարևորը կարմիր գինի, դա խորհրդանիշն է Տիրոջ արյան։ Ահա կարմիր գինին, որը Զատիկի սեղանի խորհրդանիշն է։
Ապրեք իմ բալիկներ։ Ես էլ ասեմ, որ ձուն խորհրդանիշն է մեր աշխարհի։ Այս կանաչները խորհրդանշում են բարեբեր գարնան գաղափարը։ Մենք շատ ասացվածքներ գիտենք զատիկի մասին, ունևորի համար միշտ զատիկ է։ Զատիկ առանձնվի չի լինում։ Կամիրջում ու կամի օրտան։ Կամիրջում զատիկի կսազի։ Կամիրջում ու կամի օրտան։ Դրի, իմ զատիկ, դվեր միայն մեզ բարի։ Քրիստոս հարություն արա, բարին հաղթեց չարի, լույսը հաղթեց խավարի բոլորի համար։ Սիրելիներս, այսօր ես ուզում եմ առաջին հերթին խաղաղություն ցանկանամ մեր հայոց աշխարհին եւ մեր ողջ երկիր մոլորակին, որովհետեւ խաղաղությունը ամենակարևորն է։ Չլինեն պատերազմներ, թող մանուկները ապրեն խաղաղ երկնքի տակ, երջանկություն, բոլոր աշխարհի մանուկներին, եղեք ուրախ, անհոգ, երջանիկ եւ միշտ այդպես բարի եւ հոգատար միմյանց նկատմամբ։
կլոր զատիկ կարմիր հատիկ դաշտի մեջ մոլորվեց արվի եզրին տեսավ ծաղիկ ծաղկի վրա քնեց արվի եզրին տեսավ ծաղիկ ծաղկի վրա քնեց դաշտում դեղին ծաղիկ ծաղկի վրա զատիկ կլոր կարմիր հատիկ սև ու պոտիկ դաշտում դեղին ծաղիկ ծաղկի վրա զատիկ կլոր կարմիր հատիկ սև ու պոտիկ կլոր զատիկ կարմիր հատիկ դաշտի մեջ մոլորվեց արվի եզրին տեսավ ծաղիկ ծաղկի վրա քնեց արվի եզրին տեսավ ծաղիկ ծաղկի վրա քնեց դաշտում դեղին ծաղիկ ծաղկի վրա զատիկ կլոր կարմիր հատիկ սև ու